Բայց ես ուզում եմ ասել, որ դեկտեմբերից մինչև այսօր, դեկտեմբերի 25-ից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել այս մի ամսվա ընթացքում։ Նու ես իհարկե բանով չեմ հաշվի, հիմա չնստեն ասեն, չէ, տասնյակ միլիարդ չի, 9 միլիարդ 876 միլիոն, շատ լավ, թող լինի 9 միլիարդ 876, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, եւ ես ուզում եմ, գիտեք, ես ուզում եմ բոլորի շնորհավորել այս հանգրվանի առիթով, եւ էլի երեք տեսա տենց էլի բանի բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ, ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանց մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Եվ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել են, որ մեր եղբայրները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում, եւ կարող եմ ասել, ինչ է ոտքի կանգնում, ոտքի է կանգնել, որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես արժանապատիվ գործընկեր մեր միջազգային գերտերությունների, այդ թվում հետ Հայ Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, Եվրամիության հետ ռազմավարական երկխոսության ռազմավարական օրակարգն ենք հաստատել, բայց ես ուզում եմ այդ մտայնությունից էլ դուրս գանք, չէ, որովհետև մենք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետություն է եւ Հայաստանի Հանրապետությունը իր ամբիցիաները իր չափով պետք է ձևակերպի եւ մենք ընդհանրապես էտելա շատ հնչում է այս դեսպանների ներկայությամբ եմ ես ասում մենք աշխարհը ճանաչելու հետ կապված եւ աշխարհի հետ ինքներս մեզ առերեսվելու հետ կապված խնդիր ունենք այո մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում մեր միջազգային խոշոր գործընկերների հետ բայց մյուս կողմից մենք չպետք է մոռանանք իրենք ովքեր են, մենք ովքեր ենք։ Ընդ որում սրա մեջ ոչ մի բան չկա, ոչ մի եւ դա հասկանալու համար պետք է նայել համախառն ներքին արդյունքը, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը։ Հա եկեք գնանք ավելացնենք, եկեք գնանք հասնենք եւ անցնենք, ոչ մեկին չի խանգարում եւ ոչ մեկին չի արգելում բայց դա հայտարարություններ ճոռոմ հայտարարություններով չի արվում, դա կրթություն է, դա աշխատանք է, եկեք աշխատենք։ Այսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի 2/3-ի չափ է, մեկ շնչին ընկոնով հնայով 10 անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ է այն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն եւ ավելի է, մեր բնակչությունը մոտավորապես 3 միլիոն։ Այսինքն անվտանգություն ասելով ես սրա համար եմ ասում անվտանգություն ասելով մենք անդադ հասկանում ենք բանակ։ Երբ որ մենք անդադ հասկանում ենք բանակ, այն շարունակում մենք անվտանգություն չունենք։ Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղը եւ դիրքը աշխարհում։ Դու հասկանում ես աշխարհում ապրելու եւ գործելու կանոնները եւ հետևում ես այդ կանոններին։ Դու գիտես լինել հարգալից եւ գիտես նաև հարգանք ներշնչել ինքս քեզ նկատմամբ, բայց հարգանք ներշնչելը ուրիշների օձիքները հավաքելով չի լինում։ Այլև միջազգային հարաբերություններում դիրքավորելով պատասխանատու, մաքսիմալ համեստ, որովհետև համեստությունը ոչ մեկին չի վնասում։ Այդ թվում Հայաստանի Հանրապետությանը մենք ինքներս մենք պետք է հաշիվ տանք, որ համեստությունը ոչ մեկին չի վնասել եւ չի վնասում։ Ընդհակառակը օգնում է, որպեսզի մենք ավելի օբյեկտիվ, հանդարտ, հանգիստ ճանաչենք աշխարհը եւ մեր միջավայրը եւ կայացնենք մեզ համար անհրաժեշտ որոշումներ, որոնք միայն մենք կարող ենք կայացնել։ Եվ եթե այդ որոշումները լինեն իմ նշած տրամաբանության շրջանակում, մենք կտեսնենք շատ ուժեղ աջակցություն միջազգային
հանրության կողմից եւ ես այն չեմ ասում, ես ասում եմ, որ այս ամեն ինչ որ մենք այսօր ունենք, դա այդ ինքնահայեցման այդ թվում արդյունք է եւ ես կրկին ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել այսօրվա հանգրվանին հասնելու իրենց մեզ ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալ եմ։